Ձեզ ներկայացնում եմ նախագծերի փաթեթ, որով լուծվում է շատ մեծ խնդիր, որը կապված է պատշաճ ծանուցումների իրականացման հետ։ Մենք մեր երկրում ունենք այնպիսի իրավիճակ, երբ պետություն-քաղաքացի հարաբերություններում հատկապես, որոշ դեպքերում նաև քաղաքացի-քաղաքացի հարաբերություններում, անձինք չեն կարողանում ծանուցվել պատշաճ և չեն կարողանում իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, քանի որ ներկա պահին մեր երկրում չի գործում ինտերնետային ծանուցումների համակարգը, այլ կերպ ասած էլեկտրոնային ծանուցումների միասնական համակարգը, և նախագծերի փաթեթը միտված է այս խնդիրը լուծելուն։ Այս փաթեթով կարելի է ասել ներդնում ենք էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, սկզբից մինչև վերջ նկարագրված, և եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի և ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից անձը համարվելու է պատշաճ ծանուցված։ Նկարագրեմ, թե ինչպես է մեխանիզմն աշխատելու։ Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում, և եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված։ Անձը կարող է նաև տրամադրել իր հավելյալ կապի միջոցները, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել։ Այս հանգամանքը արժանի է շեշտադրման, որովհետև մեր քաղաքացիներին հուզում է այն հարցը, թե արդյոք իրենք կարող են իրենց նախընտրած տարբերակով ծանուցվել, և դրա պատասխանն է այո։ Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո 3 օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, սկսելու է աշխատել հաջորդ քայլը, այն է ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Հիբրիդային առաքանին դա այն է, երբ ծանուցվողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումը ավտոմատ փոխանցվում է փոստին, և փոստը այն ծրարավորում է և ուղարկում անձի հաշվառման հասցեով։ Այս տարբերակը դեռ թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք, այսինքն այն դեպքերում, երբ անձը չբացի և չծանոթանա ծանուցմանը, ապա ծանուցումը նրան ուղարկվի նաև փոստային առաքանու միջոցով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է ազդարար.am հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանուցում, և ազդարար.am-ում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանուցված։ Մի շատ կարևոր շեշտադրում, եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով ծանուցումներ կարող են ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, և այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրը անձը համարվելու է պատշաճ ծանուցված, անկախ այն հանգամանքից անձը մուտք է գործել տվյալ հարթակ, թե ոչ։ Այսինքն տվյալ դեպքում այլևս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով և ազդարար.am հարթակով ծանուցում։ Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով մուտք են գործում, հետևաբար սա ընդունել ենք որպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծանուցման հարթակ։ Կազմակերպությունները մտնելու են հարթակով աշխատելու համար և տեսնելու են իրենց ծանուցումները ստացված ոչ միայն պետական եկամուտների կոմիտեի կողմից, այլ նաև այլ մարմիններից։ Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են ծանուցումը ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում տեղադրվելու օրվան հաջորդող 3-րդ օրվանից։ Եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը միանգամից տեղադրվելու է ազդարար.am կայքում, և տեղադրվելուց հետո 5-րդ օրը նրանք համարվելու են ծանուցված։ Ծանուցումների տեղադրման կարգը, այդ թվում նաև թե որն է լինելու ծանուցման հարթակը, որ կայքում է գործելու պաշտոնական էլեկտրոնային փոստը և այլ տեխնիկական մանրամասները սահմանվելու են կառավարության որոշմամբ։ Մեկ նորամուծություն ևս, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ևս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին և այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը ևս կհամարվի պատշաճ ծանուցում։
Թերևս այսքանը, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։ Հարցերի համար գրանցում։ Արմեն Խաչատրյան։ Շնորհակալություն, շատ կարևոր նախագիծ եւ կասեի, որ ուշացած դեռևս մի քանի տարի առաջ պետք է սա բերվել, որովհետեւ շատ կարևոր է։ Հիմա մի հարց, եթե ասում եք, եթե չմուտք չգործի հարթակ, ապա ուղարկվելու է հիբրիդային տարբերակով էլի փոստի միջոցով, սա ինձ հետաքրքիր եւ ասում եք կառավարության որոշմամբ կսահմանվի, թե էլեկտրոնային հարթակը որն է լինելու, ինչպես է լինելու, հիմա որն է լինելու հարթակ, ազդարար.am-ը, թե նոր հարթակ պետք է ստեղծվի, այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Տեսեք, ազդարար.am-ը հրապարակային ծանուցման հարթակն է եւ դա ծանուցման գործընթացի վերջին շղթայի գործիքն է։ Երբ անձը չի մտնում այն հարթակը, որը պետք է սկսի գործել հունվարի 1-ից եւ որը լինելու է լրիվ այլ հարթակ, պետական համակարգ, այսպես կարող եմ ասել, բայց անունը դեռևս չեմ կարող նշել, որովհետեւ աշխատանքները ամփոփման փուլում են այդ հարթակի ձևավորման, եւ ազդարար.am-ը պետք չէ շփոթել այդ հարթակի հետ։ Կրկնում եմ, ազդարար.am-ը գործընթացի վերջին փուլում աշխատող հարթակն է, որը վերջին քայլով միտված է ապահովելուն անձի պատշաճ ծանուցումը։ Ինչ վերաբերում է հիբրիդային ծանուցման հարցին, ապա քայլերի հաջորդականությունը ես նկարագրեցի, առաջնահերթ գործելու է նոր հարթակը, որտեղ կախվելու են ծանուցումները եւ քաղաքացին հնարավորություն է ունենալու մուտք գործել այդ համակարգ եւ բացել ծանուցումը կամ գնալ հղմամբ այլ պետական մարմնի համակարգ, օրինակ ոստիկանության համակարգ եւ տեսնել իրեն վերաբերելի ծանուցումը, կամ այդ ծանուցումը ստանալու է իր էլեկտրոնային հասցեով, եթե չբացի, ներողություն եմ խնդրում, այդ դեպքում նոր ծանուցումը ծրարավորվելու է եւ ուղարկվելու է հաշվառման հասցեով։ Ունեք արձագանք, համեցեք։ Շնորհակալություն, ամեն դեպքում փաստորեն ունենում ենք երկու էլեկտրոնային հարթակ, մեկը սկզբնական ծանուցման եւ սկզբնական ծանուցումը պատշաճ չանցնելու հետևանքով արդեն տեղադրում ենք ազդարար.am-ում երկու էլեկտրոնային հարթակ, ստե կարծում արժի մտածել, արդյոք պետք է թե չէ։ Կրկնում եմ, մեկը անհատական ծանուցումների համակարգ է ենթադրում, այսինքն քաղաքացու կաբինետի տեսքով եկեք պատկերացնենք այդ հարթակը, քաղաքացին մուտք է գործում, տեսնում է, որ իր վերաբերյալ կա ծանուցում, իսկ ազդարար.am-ը այլևս հրապարակային ծանուցումների հարթակ է եւ նորից կրկնում եմ, այս գործընթացի շղթայում նկարագրված վերջին քայլն է, որը կարելի է ասել նախատեսել ենք կրկին օրենքի իմաստով պատշաճ լինելը հավաստելու համար ծանուցման։ Էդուարդ Աղաջանյան։ Շնորհակալ եմ Տիկին Գալյան նախագիծը ներկայացնելու համար։ Իմ հարցը հետևյալն է, նախ մի քանի հարց ունեմ, առաջինը կխնդրեմ նկարագրեք այս պահի դրությամբ ինչ կարգավորումներ են գործում, արդյոք միայն ֆիզիկական ծանուցման մասին է խոսքը եւ արդյոք այդ վերջին էտապի ազդարարում տեղադրելու եւ 7-օրյա ժամկետում ծանուցված համարելու նորմը գործում է թե ոչ։ Երկրորդը այն on-line հարթակը, որի մասին դուք խոսում եք եւ որը կառավարության որոշմամբ պետք է հաստատվի, արդյոք դա նշանակում է, որ բոլոր քաղաքացիները պարտավոր են լինելու ունենալ եւ գրանցվել այդ հարթակում, անխտիր բոլորը։ Եվ երրորդը, ընդհանրապես, արդյոք այս հարցը կառավարությունում չի քննարկվում ընդհանուր թվայնացման համատեքստում, հաշվի առնելով, որ եթե խոսքը գնում է ծանուցման ընդհանրական անձնական համակարգի մասին, միգուցե դա լինի ընդհանուր թվայնացման համատեքստում, բոլոր ծառայությունների մատուցման եւ ստացման համատեքստում, որպեսզի տենց քաղաքացիները տասնյակ եւ ավել անհատական գրասենյակներ չունենան։ Շնորհակալություն, առաջին հարցի հետ կապված նշեմ, որ հիմա գործում է թղթային ծանուցման եղանակը զուգորդված որոշ դեպքերում հրապարակային ազդարարման տարբերակով, այսինքն հրապարակային ազդարարումը այսօր էլ մեր երկրում որոշ իրավիճակներում գործում է, օրինակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, երբ հաշվառման հասցեով տեղ չի հասնում համապատասխան պատվիրված նամակը,
պատշաճ ծանուցման եղանակ համարվում է նաև ազդարար ԳՏԵՄ-ում համապատասխան ծանուցման տեղադրումը։ Դատական նիստերի ներկայությունը ապահովելու տեսանկյունից կրկին հրապարակային ծանուցման մեթոդը գործում է, այսինքն այսօր մենք ազդարարի եւ թղթայինի համակցված տարբերակն ունենք, բայց խնդիրը չի լուծվում, որովհետեւ շատ ժամանակ է խլում այդ գործընթացը պետական մարմիններից։ Հաջորդ հարցին անդրադառնալով պետք է նշեմ, որ հենց մեր պետության ընդհանուր թվայնացման համատեքստում էլ հարցը քննարկվել է եւ դա է պատճառը, որ հիմա այս ամբիոնից նաեւ չեմ նշում այն հարթակի անունը, որը գործելու է, բայց մի բան պարզ է, որ բոլոր ծառայությունների մատուցման միասնական հարթակի մի մաս է կազմելու ինչ որ պահից, երբ բոլոր ծառայությունները թվայնացված լինեն։ Իսկ մինչ դա հարթակը կգործի առանձին ապահովելով մեր քաղաքացիների համար հասանելիություն։